Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, 168 AM-ի հարգելի հետևորդներ։ 168 TV-ի եթերում ռևյուն է։ Տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանին։ Բարև ձեզ, Տիկին Ալավերդյան։ Աստծո բարի։ Շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Շնորհակալ ռևերի համար։ Մարդու իրավունքների գործող պաշտպանը անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ Խոսքը այսօր առավոտից ամբողջ համացանցում քննարկվող տեսանյութի մասին է բարձրաստիճան հոգեվորականների հետ կապված, որն ըստ տարածվող լուրերի ձեռք է բերվել գաղտնի տեսանկարահանմամբ։ Կխնդրեմ ձեր գնահատականը այս դեպքի վերաբերյալ, Տիկին Ալավերդյան։ Դե պարզից պարզ է, որ ոտնահարվել են ամենահիմնարար իրավունքներից, այն է անձի անձեռնմխելիությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը, ընտանիքի եւ այլն։ Այսինքն ես կարծում եմ այստեղ որևէ մեկը կասկած չունի, որ դա կոպիտ ոտնահարում է եւ հենց այդ գործողությունները անողները դրա մասին գիտեն։ Գիտեք, ես ունեմ պարտականություններ եւ իմ ուսանողների առջեւ, քանի որ ես դասավանդում եմ մարդու իրավունքներ համալսարանում։ Ես իրոք պարտավոր եմ հիմա բացատրել ոչ միայն լայն հանրությանը, այլև եւս մեկ անգամ պնդեմ եւ իմ ուսանողների ականջին դա հասնի, որ կան այդպիսի իրավունքներ, որոնց անձեռնմխելիություն կոչված իրավունքները այնպիսի սրբո են, դեք այդպես չի, որ կան բացառություններ կամ այլն։ Ինչու՞։ Որովհետև այդ մարդու իրավունքների ընդհանրապես այսպես ակունքներում եղել է մերժումը տոտալիտար պետությունների գործողությունները։ Մենք լավ հիշում, ես օրինակ լավ հիշում եմ, որ սովետական ժամանակ, եթե նամակ էր գրում արտերկիր, անպայման պետք է բացվեր, կարդացվեր, դա ցանկացած պահին կարող են ներխուժել տուն, ցանկացած պահին կարող են կանգնեցնել մարդուն, որտեղ նա լինի եւ այլն։ Հիմա այդ մարդու իրավունքների աքսիոմատիկ հիմքերը նա են եղել, որ դա կոպիտ միջամտություն է մարդու անձնական, այսպես ասած, տարածքը։ Եվ հստակ գրված են ուղղակի օրենքները, այդ իրավունքները գրված են միջազգային փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը դեռ հեռու 1990-ականների սկզբից հենց բոլորին, դա պարզ գրված է, որ կա անձնական կյանքի անձեռնմխելիություն, անձի անձեռնմխելիություն, ընտանեկան կյանքի անձեռնմխելիություն, այդ թվում եւ նրա բնակելու վայրի անձեռնմխելիությունը։ Հիմա այն, որ մենք տեսնում ենք, որ ինչ որ 23 թվականի մի բան, միտեղ կարդացել են կամ նկարահանել են եւ դա օգտագործում են ոչ թե որպես ուղղակի հերհյուրանք, պես հարևանների, ընկերների միջև, այլ որպես հիմք, որը դրվում է քրեական գործի բացման հիմքում, դա կներեք, ես մեջբերում անեմ, իրավաբաններից մեկը ասել է, որ այդպիսի բաներ չկա հիմա եւ Կենտրոնական Աֆրիկայի ամենահետամնաց երկրներում։ Հիմա Կենտրոնական Աֆրիկայում կարծես թե այդպիսի հետամնաց երկրներ չկան։ Այսինքն դա մենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ենք։ Բացի նրանից, որ ՄԱԿ-ի անդամ պետություն ենք, Եվրոպայի։ Հիմա Եվրոպայի խորհուրդը բոլորին հիշեցնեմ, նա ստեղծվել է զուտ այդ քաղաքացիական, այսինքն անձնական եւ քաղաքական իրավունքների հարգելու պահանջի հիման վրա։ Չի պատկերացնում եք ոչ թե Եվրամիությունը, որը տնտեսական հարցերի շուրջ է կայացել, այլ Եվրոպայի խորհուրդը զուտ, այո, Եվրոպայի խորհուրդը զուտ մարդու իրավունքների պաշտպանության եւ կարելի է միայն ընդգծել, ես չեմ զարմանում, շատերը դեռ զարմանում են, որ Եվրոպայի խորհուրդի եւ որևէ մարմին այս տարիների ընթացքում մենք տեսնում ենք այդ միջամտությունները անձնական կյանքի մի արձագանք գոնե մի թույլ արձագանք չի ունենում։ Բայց տեսեք Վրաստանում կատարվողի վերաբերյալ Վրաստանում եւ դա ինչի մասին է խոսում։ Ես ժամանակին հիշում եմ, որ
իրավաբաններից մեկը ասեց եկեք մենք բոլորս հրավիրել ստորագրել մի նամակ Եվրոպայի խորհուրդը եւ արմիներից մեկը ես ասել եմ ես չեմ անելու դա ես իրենց ճանաչում եմ ես Եվրոպայի խորհրդի անդամների եւ այդ մթնոլորտի հետ ծանոթացել եմ դեռ 2004 թվականից շատ մոտիկ Մինչ այդ շփումները եւ այլն այդպես կծկտուր դա ես չեմ էլ համարում 2004 թվականին երբ որ ես մարդու իրավունքների առաջի պաշտպանի պաշտոնի անցա ես հրավիրված եմ եղել որովհետեւ պետք է ինձ ծանոթնել ես տեսել եմ այդտեղ շատ կներեք ոչ միայն քաղաքականացված են դա ցինիկ մոտեցումներով համեմված Եվ այս առումով այն ինչ որ այսօր կատարվում է ինձ համար զարմանալի չի արդյոք դա նշանակում է մենք չպետք է դիմենք եւ չպետք է հնչեցնենք խիստ հակառակը մենք պետք է ամեն անգամ բարձրացնենք այդ հարցերը պահանջենք այդ արժեքների հանդեպ Եվրոպայի հստակ շիտակ պես մոտեցումները պահանջենք իրոք որ նրանք մեզ կներեք 4-րդ 10-րդ դասի պետության տեղ եւ ժողովրդի տեղ չդնեն մեզ վերաբերվում են հիմա այս ամեն ինչով իրենց լռությամբ Հայաստանի իշխանությունը իրենց սանձարձակ մարդու իրավունքների հանդեպ սանձարձակ կեցվածքով նրանք ամբողջովին նսեմացնում են եւ նվաստացնում են հայ ժողովրդին որովհետեւ կրկնում եմ հիմա այդպիսի բաներ Ռիսկ չեն անել։ Հիշում եք անցած անգամ որ Թայլանդի մասին էին խոսում եւ այլն ինչ տեսնում ասում են ոչ թե Թայլանդը այդքան սիրելիներս բոլոր տեղերում ժողովուրդները եւ հասարակությունները զարգանում էին այս տարիների ընթացքում ի հակառակ Հայաստանի Հանրապետության իրավիճակին երբ որ ուղղորդվող իշխանությունների կողմից ուղղորդվող դեգրադացիա է տեղի ունեցել էլի եմ ասում կառավարվող գործընթաց դեգրադացիա է տեղի ունեցել եւ դա ոչ միայն ապաթիա է դա ապաթիան գիտեք դա լինում է ժամանակավոր ինչ որ մի բան է ես կարծում եմ փորձում է այս իշխանությունը ուղղակի հողարկել ամբողջովին հասարակության ինքնությունը ես հələ ժողովրդի մասին չեմ ասում մենք քաղաքացիական հասարակություն ունենք հանձինս հասարակական կազմակերպությունների եւ այլ միավորների որոնք որ օրինակել էին համարվում Եվրոպայում 90-ական թվականներին շնորհիվ դեպի Ամերիկայի հայկական այդ կենտրոնի ստեղ եղել է NGO կենտրոն մեզ ուսուցում տվել մենք բավականին հստակ մենք տարբերվում ենք Վրաստանի եւ Ադրբեջանի հկներից հիմա ես տեսնում եմ որ մեր հասարակական կազմակերպությունները որոնք ժամանակին այդպես ակտիվ էին եւ այլն եւ դատապարտում էին այս կամ այն երևույթը այսօր իրենք շատ ավելի սուր եւ ավելի զանգվածային եւ ավելի տարածված այդպիսի ոտնահարում մարդու իրավունքների ոտնահարումներին չեն արձագանքում այսինքն պարզվում է որ այդ հասարակական ակտիվ կազմակերպությունները ոչ թե պայքարում են երևույթի դեմ նույն այլ կոնկրետ իշխանությունների այլ կոնկրետ անձանց դեմ եւ դա ամոթ է դա էլի եմ ասում նշան է որ եւ այդ հասարակական կազմակերպությունները ապրում են հետընթաց դեգրադացիա դա տապալումն է իրենց իմիջի շահարկելով մարդու իրավունքների Ես եմ ասում շահարկելով մարդու իրավունքները երբ որ իրոք իրան գրագետ ձևով դա օգտագործում էին ժամանակին մինչև ահա նոր իշխանությունների գալը ես մասնակցել եմ գրեթե շատ առնվազն միջոցառումների ես ճանաչում եմ հիմա պարզվում է որ իրենց չեր անհանգստացնում ոչ կոռուպցիան ոչ բյուջեի թալանը ոչ մարդու իրավունքների ոտնահարումները ոչ դատարանների կախվածությունը խոսքը չի գնում բոլոր դատավորների մասին ես գիտեմ ընտիր դատավորներ եւ այս ամենը փաստորեն ստացվում է որ նրանք պայքարում են զուտ մի քանի անձանց դեմ այն է նախկիններ բնութագիր ստացած անձանց դեմ դա տապալված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են դա կարելի է ասել խարանը իրենց ճակատի վրա դա անջնջելի է
Միջև անգամ դա գիտեն եւ նույն այդ ցինիկ եվրոպացիները իրենք էլ գիտեն եւ դրանք չեն հարգում այդպիսիներին այո դրանք գումարով են իրենց այսպես ասած կերակրում պահում տարբեր բայց նրանք չեն հարգում դրանց որովհետեւ արդեն իսկ նրանք առել են այդ անձանց արդեն իրենց սեփականությունն են դա համարում եւ գիտեն որ որևէ կամքի իրենց կամքի դեմ այդ քաղաքացիական հասարակության նախկինում ակտիվ այդ կազմակերպությունները որևէ մի բան չեն անելու ես ափսոսում եմ որովհետեւ ես էլ եմ եղել իրենց հետ տարբեր կրկնում եմ վայրերում եւ շատ եմ ափսոսում որ փոխարենը նրանք երևույթի դեմ պայքարում են դու միասա անձանց դեմ պետք է ասեմ որ ստերեոտիպին բոլորը գիտեն որ ես միշտ եղել ու մնացել եմ ոչ թե ոչնչացնող քննադատությամբ հանդես եկող ներկայացուցիչ թե ՀԿ-ի թե որպես մարդու իրավունքներ միշտ ինձ թվում էր ես դա ասում եմ որ օգնեմ իշխանություններին ավելի գրագետ գործեն մարդու իրավունքները հարգեն այսինքն դա ի օգնություն էր այլ ոչ թե ի վնաս բարձվում է որ այն նրանք գործում էին ի վնաս միայն թե նրանց հանեն իսկ այսօր այդ նույն երևույթները կրկնում եմ տասնապատիկ ավելի ծանր տեսքով նրանց համար դա արդեն պայքարի թիրախ չի Օմբուդսմենը այս դեպքի կապակցությամբ պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը համամիտ չեք որ Հայաստանում վաղուց արդեն օրինաչափություն է դարձել իրավական ինչ-ինչ գործողությունները բայց քաղաքական մոտիվներով այսինքն որևէ նախկին պաշտոնյա որը առերևույթ գուցե ինչ որ այսպես ասած մեղքեր գործել է բայց երբ նա սկսում է զբաղվել քաղաքականությամբ հիշում են ինչ-ինչ իրավական հարցերի մասին, այս երևույթի մասին։ Ես ասեմ ձեզ, ես ողջունում եմ մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությունը, ես կխրախուսեի, որ այդպիսի ոչ թե միայն հայտարարությունը եւ ոչ միայն այսօր հնչեին, այլ հենց այն ժամանակներից, երբ որ այդ երևույթը արմատ է դրվել եւ հենց այս իշխանությունների կողմից 2018 թվականից դա տեղի է ունեցել այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ որ Մանվել Գրիգորյանի այն նկարահանումը դա եղել է սցենար դրա մասին արդեն բոլորը գիտեն այդ տեսեք արդեն իսկ այդ մեթոդը այսօրվա հնարած մեթոդ չի այսօրվա գործիքակազմից չի կամ ինչ որ մեկին գաղտնալսում են եւ խոսում են ոչ թե նրա իրավունքի խախտման մասին այլ գաղտնալսման բովանդակության մասին այո հիմա գաղտնալսում ինչպես ասեցի նո դա այնպեսի ոտնահարում է հիմնարար իրավունքների եւ ազատությունների որը կարծում եմ բոլորը գիտեն եւ նրանք ովքեր խախտում են առաջի հերթին հենց իշխանությունների ներկայացուցիչները գիտեն որ այդ գործողությունները հակաիրավական են եւ անօրինական են եւ հակասահմանադրական են ես չունեմ կասկած այդտեղ բայց ինչու են դրանք կրկնում եւ ավելի ու ավելի խորացնում այդ անպատժելիությունն է բոլոր կողմերից լինի արտերկրի այն կազմակերպություններից միջազգային, որի անդամ է Հայաստանը, լինի ՄԱԿ-ը, լինի Եվրոպայի խորհուրդը, լինի այլ, լինի այդ ԵԱԵՍ-ը կամ ինչ կապ չունի, թե առևտրական հարցերով է, թե տնտեսական կապ չունի։ Կազմակերպությունները միջազգային եւ միջպետական, դրանք բոլորը մի խնդիր ունեն, թող ոչ մեկը չզարմանա իմ ասած, մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Ուրիշ խնդիր չունեն, որովհետև ինչ արվում է, դա կարող լինի լոկալ ինչ-որ նպատակ, բայց ինչի համար է դա, որն է առաքելությունը բոլոր պետությունների, իշխանությունների, միջազգային հանրության կազմակերպ մարդու իրավունքների պաշտպանությունն է, լինի սոցիալական, լինի տնտեսական, լինի մշակութային, թե քաղաքական ու քաղաքացիական։ Այսինքն տվյալ դեպքում իրենք կարտ բլանշ են ստացել, ինչպես հիմա շատ տարածված ճիշտ են ասում, որ ինչ ուզում եք արեք, ինչի դիմաց երկու բանի,
մի նպատակը հասցրել է, դա Արցախը Ադրբեջանին հանձնելը հայտարարությամբ, ես գիտեք խոսք չունեմ բնութագրելու դա ոչ Եվրոպայի այդ ներկայացուցիչներին, լինի Մակրոնը, լինի Միշելը, լինի Հայաստանի Հանրապետության, որոնք ողջունում են ներկայացուցչության բարեփոխումները, դա ամենապես բացահայտ դրսևորումն է, որ Եվրոպան վաղուց հրաժարվել է իրեն իսկ հայտարարած այդ սկզբունքներից, էլի եմ ասում, իրենց համար կարի սյունը, իրենց ժողովրդավարության, իրենց զարգացման եւ այլն, իրենք հրաժարվել են, այսօր բաց է բաց գնում է կեղտոտ աշխարհաքաղաքական խաղեր, զուտ վերին աստիճանի ինչպես է կարճամիտ եւ աշխարհը քանդող նպատակների համար։ Ես դա ասում եմ կներեք արդեն 88 թվականից ինչ որ աստիճանի ակտիվություն ունեմ այս բոլոր գործողությունների։ Իմ համեստ այսպես ասած ներդրումը ունեցել եմ թեկուզ ցածր մակարդակների վրա եւ այլն, բայց այդ պրիմիտիվ հայտարարությունները խոսում են նրա մասին, որ իրենք ոչ թե անգրագետ են, այլ իրենք անպատիժ են։ Եվ այդ սանձարձակ դրսևորումները դրանով են բացատրվում։ Ինչով կարող եք բացատրել ուրիշ ձևի, եթե ազգային ժողովի խոսնակի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է բաց այն ոճով, որով խոսում են ընդհանրապես հակասոցիալական էլեմենտները կամ ինչպես ասում են օրենքի մեջ գողերը կամ նրանցից ցածր մակարդակի։ Ասում է դուք հիշում եք, որ դուք ինձ ինչեր եք ասել, նայեք, հա ձեր ազգանունը կասեմ, ձեր տեղը հանգիստ նստեք, կներեք, սա արդեն քրեական ենթամշակություն, իհարկե ժամանակակից տերմինով ասած, դուք պատկերացնում եք, որ դա եթե որևէ այդպիսի մի բան ասեր, օրինակ առաջին նախագահը, ես թողնում եմ նախկիններին հանգիստ, որ նախկինների տակ իրենք հասկանում են միայն երկրորդ ու երրորդին, իսկ դա իրոք տարօրինակ է թվում, բայց դուք պատկերացնում եք, որ գրագետ, այո, գիտությունների դոկտոր անձը արտահայտվի այդպիսի ձևով։ Ես չեմ խոսում նրանց գործունեության մասին եւ ոչ առաջին նախագահի, ոչ ՀՇ-ի։ Ես ասում եմ ոչի մասին, այսինքն տեսեք ինչին է հասել գործը, որ ոչ միայն անում են հակաիրավական եւ հակասահմանադրական անօրինական գործողություններ, այլ եւ խոսում են այնպես, ինչպես տրված չէ, ինչպես արգելված է պետական չինովնիկներին։ Եվ պետության ու եկեղեցու հարաբերությունները, եթե սկսեցինք ես թե կարելի է, հա, սա պետության ու զուտ հայ եկեղեցու դեմ չէ, սա հակաքրիստոնեական արշավ է։ Կներեք, ես էլի եմ ասում, ես ճանաչում եմ շատերին, ես ծանոթ եմ աղանդականների այնպիսի բարձր մակարդակով աշխատողների, որոնք ես հիշեցնեմ, որ Հայաստանում ցեղասպանության համալիրում իրենք հանդիպել են, ինչեր են այնտեղ իրականացրել։ Դա հնարավոր կլիներ, եթե իշխանությունների թողտվությունը չլիներ։ Այսինքն սա փարեսիական եւ աղանդավորական, գիտեք ինչ աղանդներ կան, որոնք որ քայքայիչ աղանդներ են։ Ահա այդպիսի աղանդների գործնեության դրսևորում է, սա հակաքրիստոնեական է, հակահայկական է եւ միայն վերջում անձանց այդ թիրախավորումը, այսինքն հակառակ պետք է մենք նայենք տրամաբանությունը, ինչի է թիրախավորում առանձին անձանց, որովհետեւ իրենց իրական թիրախը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, դա քրիստոնեությունն է, դա հայ առաքելական եկեղեցին է։ Եվ այս առումով ես ոչ միայն դատապարտում եմ, ես մերժում եմ ամբողջովին այս իշխանությունների այդպիսի ամբողջովին թուրք ադրբեջանական ռազմավարությանը համապատասխանող քաղաքականությունը։ Գիտեք, շատերի համար զարմանալի է այս կամ այն արտահայտությունը, երբ որ խոսում է նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինձ համար զարմանալի չի։ Ես իմ բարձրագույն կրթությունը ստացել եմ Բաքու 60-ականներին
եւ դա ամբողջը ահա այդ տեղից է։ Այսինքն ինձ համար զարմանալի չէ այն ինչ որ իրենք ասում են պատմության մասին, սովետական եւ դրանից առաջ Տիգրան Մեծին կհասնեն եւ այլն, կարծես թե արդեն հասել են։ Պատմաբանները ինչ են արել, ինչ էջեր չեն բացել, այդ բոլորը կրկնում եմ թուրքական եւ կոնկրետ ադրբեջանական այսպես ասած պատմաբանների ստեղծագործություններից է։ Հիշեցի տխրահռչակ Զիա Բունիաթովին, Տիկին Ալավերդյան, այդպիսի մեծ կերպարական Հայաստանում ապրող մարդիկ կարծում են սա հայտնություն է, ինչի տեսակ մենք չենք նայել, պատմությունը ճիշտ չենք նայել, սիրելիներս դա ամբողջովին գրած է դեռ 60-ականների սկսած եւ հայտնի Զիա Բունյաթզադեն դա Բունյաթովը վաղուց դա գրել է, հիմա իրենք հաշվեք 80 տարի, 85 տարի, թե 40, 65 տարի հետո իրենց տվել են այդ գրքերը կարդալ եւ ասենք որ դուք հայտնություն եք անում, որ ճիշտ չի եղել պատմաբանությունը, իսկ որ մի երկրում է ճիշտ եղել պատմաբանությունը, որ մի եկեղեցին, ինչ է կաթոլիկ եկեղեցին իր բոլոր այն պատմության մեջ գրածված լինի դա առանձին անձանց կողմից, լինի դա պատմությունը երբեք բացարձակ օբյեկտիվ չի լինում։ Կներեք, որ երբևէ տեսել եք, որ որևէ եվրոպական պետությունը այդպիսի խայտարակ ձևով իրեն դրսևոր է։ Սա հայ եկեղեցու խայտարակությունը չէ։ Սա այս իշխանությունների խայտարակությունն է։ Տիկին Ալավերդյան, ներեցեք, նկատի ունեք նաև այսօրվա համաշխարհային միտումները քրիստոնեության դերի աճը, այդ պատճառով է սա։ Իհարկե, նայեք, երևի շատերը գիտեն, որ աշխարհում ամենաշատ ընթերցվող գիրքը դա Աստվածաշունչն է։ Չգիտեմ, բոլորը գիտեն թե ոչ։ Այսինքն ես վախենամ, որ Հայաստանում է, որ ամենակիչն են ընթերցում, իսկ ընթերցելու ժամանակ ընթերցում են զուտ ինչպես փարիսեցիներ, այսինքն մեկնաբանել խիստ հակառակը, ինչպես է կոչվում գիրքը, որը գրվել է իրեն ազգի առաջնորդ ներկայացող երկրի հակառակ կողմը։ Հակառակը մեր երկրի հակառակ կողմը ով է։ Ահա այդպես վերցրեք։ Եվ դուք կտեսնեք, ես 18 թվականից անընդհատ ասում եմ, այս թիմը եկել է արդեն իսկ մշակված հիմնական ռազմավարությունով եւ հնդածս ուղակի շտկվում են եւ որոշ ճշտումներ են մտցվում եւ այդ ռազմավարությունը եղել է շատ պարզ Արցախը օր առաջ հանձնել Ադրբեջանին ընդ որում զոհերով որովհետեւ այսօրվա ապաթիայի մի պատճառներից մեկը դա է որ այդ արյունոտ այդ վիճակը, որը ստեղծվել է 20 թվականին, ով չգիտե այսօր, որ դա պայմանավորված պատերազմ է, հստակ պայմանավորված հանձնում եւ կապիտուլյացիա կամ դադարեցում զինադադար եւ այսօրվա այս պիղծ այսպես կոչված խաղաղության մասին փաստաթուղթ, որովհետեւ նա դեռ ուժի մեջ չի մտել։ Սա բոլորը այսօր գիտեն, բայց քանի որ տեսնում են, որ չկա ելք, առաջ կարծում էին, որ սա կդիմեն, սովետական ժամանակ Մոսկվային կդիմեն, այս ժամանակ Եվրոպային կդիմեն եւ այլն, հիմա տեսել են, որ Եվրոպան ոգևորում է իրենց, ինչու? Իրենց պետք է, որ այս տարածաշրջանում Հայաստանը որպես քրիստոնյա պետություն չխանգարի իրենց տրանսպորտային եւ հերու գնացող Ռուսաստանին շրջափակելու այդ նպատակներին։ Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ինչ ծրագրեր ունեն Թուրքիան ու Ադրբեջանը, ես մի բան ասեմ, Եվրոպայի համար ոչ ադրբեջանցիների շահերը, ոչ հայերի շահերը այդտեղ գապ չունեն։ Նրանք օգտագործում են։ Ուրիշ բան է, որ Եվրոպայի այդպիսի կեցվածքը ամբողջովին համապատասխանում է Թուրքիայի պանթուրական լինի, պանիսլամական լինի, իրենք րոպեն մեկ այսպես փոխում են կամ այսպես են հանդես գալիս կամ այնպես եւ Ադրբեջանը, որը շատ կներեք, էլի Թուրքիայի 4-րդ աստիճանի գծորդ են համարում իրենք թուրքերը, իրենք
էլի հետաքրքիր չի այդ ժողովուրդը այդտեղ։ Որ հենց թուրքերն են հետաքրքիր է տարածքը, եւ այո, ամբողջովին աշխարհակաղակականությունը խոսում է աշխարհագրության մասին, աշխարհագրական տեսլական է։ Եվ այս առումով, գիտեք, մենք մարդասիրական առումով հայերը ունեն իրենց ուրույն տեղը պատմության մեջ, բայց այսօր մեր խնդիրը ոչ թե մտածել ընդհանուր առմամբ աշխարհի մասին, այլ որ այս թողուբուհի մեջ, որ ասում են турբուլենտ է եւ այլն, տեսնենք մենք ինչպես անենք, որ այս ոչ միայն դաժան, այլ այսքան վերին աստիճանի ազգը նսեմացնող վիճակից ոնց անենք դուրս գանք, ոնց անենք մենք ողջ դուրս գանք եւ ազգը շարունակի իր զարգացումը։ Եվ վերջում ինչ եմ ուզում ասել, հո զարմանալի չի, որ ինքը ասում է մոռացեք հայրենիքը դա պետությունն է, շատ կներեք էլ այդ մեղսունակ քաղաքական շատ կարևոր հարց է կոչվում։ Այլ կներեք էլ դա այդ անմեղսունակության այսպես այդ նախադասությունները մարդիկ կան, որ ուզում են դեռ բացատրեն, ինչ որ մեկնաբանեն, դա կներեք սիրելիներս, դա ամբողջովին ոնց ասեմ ձեզ, վատ խոսք չասեմ, ոչ գիտական, ոչ իրական, ոչ իրավական այդպիսի նախադասություն է, չկա դրա մեջ որևէ իմաստ, ոչ պատմական, ոչ իրավական, ոչ իրական, չկա այդպիսի բան։ Քաղաքականությունը շատ ավելի բարձր կատեգորիաների հետ գործ ունի եւ այդ նսեմացումը, այդ բերելը եւ նույնացնելը ես եմ պետությունը, նույնացնելը իշխանությունը պետության հետ եւ ազգի հետ, այդ բոլորը կներեք շատ ցածր ինտելեկտի արգասիկ է։ Պատահական չի, ես միշտ մեջ բերում եմ անում Արման Գրիգորյանից, որը աշխատում է Ամերիկայի համալսարաններից մեկում, որ ասել է այս ամենը իդեպ ինքը խոսում էր հենց հոգևորականների դեմ այս ամեն մի մեղադրանք, այն ժամանակ եղել է միայն Բագրատ Սրբազան, որ այս ամենը վիրավորում է իմ ինտելեկտը եւ ոչ միայն իմ։ Ես գիտեմ, որ Հայաստանում կա խավ, որի ինտելեկտին կարող է նախանձել խոշոր պետությունների մտավորականները եւ դա վիրավորական է այս անձանց համար։ Մենք պետք է միայն հասկանանք, որ այդ ինտելեկտը տրված չի դրա համար, որ վիրավորվել այդ ցածր մակարդակի արտահայտություններից, այլ դրա համար, որ մենք հավաքական ձևով մենք վերջապես գտնենք այն ճանապարհը, որով այդ խայտարակ վիճակից մենք կարողանանք դուրս գանք։ Տիկին Արավերդյան, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, իմ ամփոփիչ հարցը, հայ ժողովուրդն իր պատմությունը ցույց է տալիս, որ դիմագրավել է բազմաթիվ փորձությունների, ըստ ձեզ, ինչպես այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է դիմագրավի ներկա մարտահրավերներին։ Ես մասնագետ չեմ պատմության, բայց ես ինչքանով որ գիտեմ, չի եղել այդպիսի բան, որ հայերը ունենան պետականություն եւ պետության ներսից քանդեն երկիրը։ Միշտ եղել է դիմադրությունը հիմնականում, անգամ այն ժամանակ, երբ Պավլիականներ եւ այլն, որ ասում են, որ եկեղեցին եւ հավատքի մեջ բաներ, մեկ է, չի եղել, որ պետական մակարդակով զավթեն երկիրը ներսից, որովհետեւ դա իշխանության զավթում է, ես չեմ, իրենք են արտահայտում դա, չի եղել այդպիսի դեպք։ Ես դրա համար ուզում եմ ասել, որ պետք չի փնտրել զուտ այդ նմանակումները եւ այլն օրինակները պատմության մեջ։ Մենք բոլորովին մի այլ նորագույն ժամանակների այդ մարտահրավերների հետ գործ ունենք եւ այստեղ պետք են բոլորովին նոր մոտեցումներ։ Ահա երբ որ ես պես հույս եմ հայտնում եւ հորդորում եմ, որ ինտելեկտը, որը կա Հայաստանում, այսպես ասած, ունենա այնպիսի պրոդուկտ տա, ինչպես Մոդայիկը ասեց, որ մենք հասկանանք, այս նոր մարտահրավերը պահանջում է նոր մոտեցումներ ու նոր պատասխաններ։ Շնորհակալ եմ հետաքրքիր պատասխանների եւ մեկնաբանությունների համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Արամ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Մենք հանդիպենք երկուշաբթի, ցտեսություն։